Սպաս եփելու համար մենք մեր առօրյայում օգտագործում ենք ցորեն։ Սա ծավալից համեղ է, քանի որ կեղևը վրան է։ Հիմա կմաքրեմ, մի քիչ բոլ ջրով կթրջեմ, որպեսզի արագ եփվի։ Վերցնենք մածունը, ավելացնում եմ 2 փոքր տնական ձու, քանի որ փոքր են, դրա համար 2 հատ եմ ավելացնում։ Եվ 1 գդալ ալյուր։ Հարիչով խառնում ենք, որպեսզի համասեռ լինի։ Կարելի է նաև միքսերով։ Ավելացնում եմ տաք ջուր, որպեսզի ավելի հեշտ բացվի։ Մի քիչ դեղից ստացվեց, տնական ձվերը դեղին են։ Ջուրը ավելացնեմ, որովհետև երկար կեղա, ցորենը մի քիչ դժվար է եփվում։ Վերջ։ Տեղափոխենք գազու ջախի վրա, շարունակենք խառնել, մինչև ավելացնեմ ցորենը։ Եռալուց հետո ավելացնեմ կանաչի և սպասենք մինչև եփվի, վերջնական։ Կանաչին հիմնականում ավելացնում են գինձը, համեմ են ասում, բայց ես երբեմն ավելացնում եմ նաև մաղադանոց կամ սամիտ, եթե գինձը քիչ է լինում։ Վերջ, ցորենը մի քիչ էլ եփվի, սպասը պատրաստ է, աղն էլ ըստ ճաշակի։